Ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլև սեփական թիմակիցներին է, գրել է Հրապարակ օրաթերթը։ Ըստ թերթի աղբյուրների տեղեկությունների, իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ԿՊ վարչությունը չէր ընդգրկել նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ։ Այդ որոշումը Սարգսյանը բողոքարկել էր, սակայն մերժում էր ստացել, որից հետո նա սպառնալից ակնարկներ էր արել, թե անուններ կտա, ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Երեկ Փաշինյանը անդրադառնալով նրան հայտարարել էր, թե չի կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելը բխում է Սարգսյանի շահերից։ Հրապարակը գրել է, որ թեև այդքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել եւ հերու չէ այն օրը, երբ Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին։ Ավելի վաղ էլ օրաթերթը գրել էր, որ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաեւ Հայկ Սարգսյանի անունը։ Գործով վկաները հեռախոսային զրույցի ընթացքում նրա մասին են խոսել, ասել, որ նախկինում ոչխարների արտահանման գործը ամբողջությամբ Հայկի ձեռքին է եղել։